Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Հավիտյան Տիրոջը հուսացեք, որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է։ Եսայի 26:4 Տեսնելով, որ մենք այնպիսի Աստված ունենք, որին կարող ենք լիովին վստահել, եկեք հենվենք նրա վրա մեր ամբողջ ծանրությամբ։ Եկեք վճռականորեն հեռուվանենք ամեն տեսակի անհավատություն և ջանանք ազատվել կասկածներից ու վախերից, որոնք փորձում են խլել մեր մխիթարությունը։ Ոչ մի վախ արդարացված չէ այնտեղ, որտեղ Աստված է մեր ապավենը։ Սիրող ծնողը շատ կվշտանար, եթե իր երեխան չվստահեր իրեն, և որքան ապերախտ ու անբարյացկամ է մեր վերաբերմունքը, երբ մենք այդքան քիչ ենք վստահում մեր երկնավոր Հորը, որը երբեք հուսախաբ չի արել մեզ և չի էլ անի։ Լավ կլիներ, որ բոլոր կասկածները կորչեին Աստծո տնից, սակայն հարկ է նկատել նաև, որ ծերունի անհավատությունն էլ նույնքան ճարպիկ ու խորամանկ է մեր օրերում, որքան այն ժամանակ, երբ Ասափը բացականչեց. «Միթե Տերն այլևս քաղցրություն ցույց չի տա, միթե հավիտյան կվերջանա նրա ողորմությունը»։ Սաղմոս 77:7-8 Դավիթը ընդամենը մեկ անգամ էր փորձարկել հսկա Գողիաթի զորավոր սուրն իր պատանեկան հաղթության ժամին, սակայն հայտարարեց, որ դրա նմանը չկա։ Առաջին Թագավորաց 21:9 Այդ մեկ անգամը բավական էր, որ ապացուցվեր, որ այն ճիշտ մետաղից է, ուստի դրանից հետո նա միշտ գովում էր այն։ Այդպես էլ մենք պետք է խոսենք մեր Աստծո մասին, քանզի նրա նմանը չկա ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա։ Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանացնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։ Եսայի 40:25 Հակոբի վեմի պես վեմ չկա, և մեր թշնամիներն անգամ գիտեն դա։ Թույլ չտալով կասկածներին բնակություն հաստատել մեր սրտերում, մենք պետք է այդ գարշելի հրոսակախմբերի հետ վարվենք այնպես, ինչպես Եղիան վարվեց Բահաղի մարգարեների հետ, սպանելով նրանց Հեղեղատի մոտ։ Երրորդ Թագավորաց 18:40 Թող այդ Հեղեղատն այսօր մեզ համար այն սուրբ արյունը լինի, որ բխեց մեր Փրկչի խոցված կողից։ Մենք բազում փորձություններով ենք անցել, սակայն երբեք չենք հայտնվել այնպիսի վայրում, որտեղ չենք կարողացել մեր Աստծու մեջ գտնել մեզ անհրաժեշտ ամեն բան։ Եկեք ուրեմն քաջալերվենք հավիտյան Տիրոջը հուսալու համոզված լինելով, որ նրա հավիտենական զորությունը մշտապես կօգնի ու նեցուկ կլինի մեզ։